Գիտեք, այդ շատ հին բան հարց է, ինքը շատ չեմ ուզում այդ ասել ծեծված հարց է բան, բայց մեծ հաշվով տեսեք բոլոր ուժերը, բոլոր ուժերի հետ այնպես չի որ կարողանում են ձևավորել դաշինքներ։ Սա ակնհայտ է։ Բայց դաշտում մենք տեսնում ենք հնարավորություններ, որ իրար հարող ուժերը, ուշադիր, իրար հարող ուժերը որոշակի կոմպրոմիսներ գնալով տարատեսակ մոտեցումների իմաստով ծրագրային նկատի ունեմ, կարող են ձևավորել դաշինք։ Մենք մի ուժ ենք, որը Հայաստանում ձևավորել է վերջին տարիների ամենահաջողակ դաշինքը։ Մենք գիտենք դա ոնց է արվում, ունենք այդ փորձը, քաղաքական մեր բովանդակությունը, որը մենք ամենօրյա ռեժիմով ստեղծում ենք, քաղաքական դաշտի բազմաթիվ ուժեր կիսում են, մենք դա տեսնում ենք, որ կիսում են, որովհետև մենք էլ ենք խոսում, իրենք էլ են խոսում, մենք նայում ենք, չէ՞, մարդիկ ինչ են խոսում։ Եվ այդ եզրերը կան։ Բացառելու իմաստով կարող եմ վստահաբար ասել, որ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որևէ բան կանենք։ Մի անգամ ինձ վերջերս հարցրեցին, ասեցին, բայց ինչ որ հարց էլի նմանատիպ ասեցին գործող իշխանության հետ ինչ կանեք, ասեցի մատաղուտելու էլ չենք գնա։ Այսինքն բացառելու մասով ես կարծում եմ դա է բացառված, սա էլ իր հիմքերը ունի, մենք ամեն ինչ փորձել ենք, ասեմ ձեզ, փորձել ենք գործընկեր որպես աշխատել իշխանության հետ, փորձել ենք դաշինքի մեջ աշխատել իշխանության հետ, փորձել ենք ներսից փոխել, դրսից փոխել, ազդել, վերջին հաշվով քաղաքականությունը ինչի մասին է, որոշումների կայացման գործընթացների վրա ազդելու մասին է։ Դու ինչքան ժողովուրդ ունես քո թիկունքին կանգնած, այնքան քո ազդելու հավանականությունն է եւ ուժը մեծանում է։ Մենք տարբեր ժամանակներում մեր ազդեցության չափով փորձել ենք ազդել process-ների վրա։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ այդ փուլը վաղուց շուրջ 2 տարի երևի ավարտված է եւ բացառելու իմաստով կարող եմ ֆիքսել բացառելը, մնացած ուժերից անիմաստ եմ համարում հիմա այտենց խոսել, բայց սա այս մեկը այն մեկը այն, որովհետեւ վերջին հաշվով մենք չգիտենք թե այդ քաղաքական միավորները ինչ ծրագրային կոնսենսուսների կարող են գնալ, այդ ամեն ինչը կլինի քննարկումներով։ Տեսեք, որ տարբեր ուժեր ասում են մենք միայնակ մասնակցելու ենք։ Լավ ինքնանպատակ է, դա լուսավոր Հայաստանն էլ կարող է միայնակ մասնակցել։ Դա ինքնանպատակ է։ Այսինքն մասնակցենք միայնակ, թե փորձենք փոխել համակարգը, իշխանությունը փոխել։ Ես մի բանում վստահ կարող եմ ասել, մանդատի կռիվ մեր պարագայում չի լինելու։ Մենք 18 մանդատ վայր ենք դրել դուրս եկել խորհրդարանից։ Մենք որ ուզենայինք մանդատ պահենք, այդ 18 մանդատը վայր չենք դնի։ Մենք մեր ունեցած հնարավորություն պաշտոնը, լիազորություն ինչ որ մի փոքր ազդելու վայր ենք դրել դուրս ենք եկել։ Այսինքն մենք ունենք սկզբունքներ, մեր սկզբունքները ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Այսինքն եթե քաղաքական ուժեր կան, որ մտածում են ուզում են մասնակցեն, գնան մանդատ ունենան, այս իշխանության ժամանակ մանդատ ունենան, այդ մերը չի։ Այդ մերը չի։ Մենք ուզում ենք խոշոր գործողություն, խոշոր փոփոխություններին միտված գործողություն։ Մնացած մասով ես ուզում եմ որևէ ձևով այլևս այս հարցին չանդրադառնալ, քանի դեռ մենք չենք սկսել այդ մեր շփումները։ Մենք հստակ տեսնում ենք, որ իրար հարող ուժերը կարող են իրար միավորվել, բայց հիմա անուններ տալ ես սխալ եմ համարում։ Շնորհակալ եմ։ Երեք Գելափը հրապարակեց իր հարցումները, դուք երրորդ հորիզոնականն եք զբաղեցնում քաղաքական գործիչների ճանաչել իմանալու առումով, բայց մարդիկ, ովքեր ճանաչում եւ իմանում են, ձեր գործունեությանը հավանություն չեն տվել, ըստ Գելափի հարցումների, դուք զբաղեցնում եք, եթե չեմ սխալվում, 10-րդ տեղը, իսկ Լուսավոր Հայաստանը հարցին, որ ուղղված էր, հարցվածների, եթե ընտրությունները լինեին առաջի կիրակի ու կքվեարկեիք, դուք, եթե չեմ սխալվում, 1.2% էիք ձայն հավաքել։ Չեք կարծում նախ ինչպես եք վերաբերում այս հարցումների եւ երկրորդը չեք կարծում, որ հարցվածները, որոնք հավանություն չեն տվել ձեր գործունեությանը, դրա հիմքում նաեւ այն է, որ դուք համագործակցել եք գործող իշխանության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մեր ժողովրդի 86%-ը գործող իշխանությանը ձայն է տվել։ Այսօր ընդդիմադիր դաշտի
երևի ներկապնակի 80%-ը գործող իշխանության հետ որևէ ձևի առնչվել է։ Հետաբար ես այդտեղ բացարձակապես խնդիր չեմ տեսնում։ Այսինքն մարդ, որը օրինակ չգիտեմ 18 թվին ինձ քննադատել է, որ Գյումրիից չեմ քայլում եւ անգամ վիրավորանքներ է հասցրել, հիմա էլ այսօր ասում է դու քեզ Նիկոլի հետ աշխատել, օրինակ։ Ասենք հիմա այդ մարդու հետ ինչ անենք։ Կան նաեւ այդ ձևի մարդիկ, նորմալ է։ Բայց ես ուզում եմ ասել, որ դուք այդ հարցումը որ նայեք, կտեսնեք, որ ճանաչողությամբ եթե 3-րդ տեղում եմ, ըստ այդ հարցման։ Դե բազմաթիվ հարցումներ կան, չէ՞։ Ճանաչողությունս եթե չեմ սխալվում 84% էր։ Միանշանակ դրական վերաբերմունք կար 10%-ից բարձր։ Դա ինչ է նշանակում։ Որ եթե ես որևէ տեղ լինեմ, իմ թիմի հետ լինեմ, կարող եմ նաև առանձին մասնակցել, չէ՞։ Եվ փորձել այդ 10%-ը տանել։ Ես իմ թիմով։ Այսինքն ես ունեմ 84% ճանաչվածության մեջ 10% դրական բան, միանշանակ հաստատում։ Սա approval rating-ը նշանակում։ Մարդ կա, որ ունի, ասենք 10% ճանաչողություն, եւ այդ 10%-ի մեջ, օրինակ, իրան 57%-ն է դրական ճանաչում։ Բայց որ իրան դնենք 84-ի մեջ, մարդը բնականաբար ինձանից շատ հեռու կլինի։ Ինչ վերաբերում է Լուսավոր Հայաստանի որպես բրենդ ռեյտինգ։ Լուսավոր Հայաստան բրենդը Հայաստանի Հանրապետության ամենաճանաչված կուսակցություններից է։ Այն ինստիտուցիոնալ ուժ է, այն եվրոպական ALDE Եվրոպական միության պարլամենտում, եթե չեմ սխալվում, երրորդ ուժի անդամ է, եւ մեր միջազգային կապերը մենք միշտ ծառայեցրել ենք մեր պետությունը պաշտպանելու համար։ Էսի միջալից, բայց կուսակցությունով որպես այդպիսին մենք շուրջ 3 տարի է ոչ մի արշավի մեջ չենք մտել։ Մենք վերցրել ենք որոշակի ընդմիջում, որ պարլամենտին պատրաստվենք եւ պարլամենտի ժամանակ որոշենք մասնակցում ենք թե չէ։ Հետեւաբար, եթե դուք հարցում եք անում օրինակ կուսակցության բրենդը ճանաչողությունը բարձր է, բայց գործունեություն կուսակցական պետք է շատ լինի, չէ, շատ միջոցառումներ լինի, որ մարդը անդադ տեսնի։ Բայց ավելի շատ տեսնում է կուսակցության լիդերներին, ինձ, Դավիթ Խաչատյանին, Գևորգ Գորգիսյանին, մյուսներին, ուզեմ ասեմ, միշտ մարդ բրենդը իրարից տարբերվում են։ Հարցումներին նորմալ են վերաբերվում։ Կլինեն քաղաքական միավորներ, ովքեր կսկսեն ընտրաշավը կամ ընտրապայքարը 7-8%-անոց ձայներով, վերջում կավարտեն 1%-ով։ Կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կսկսեն ընտրապայքարը 1-2%-ով, վերջում կավարտեն 7-8%-ով։ Դրանք տեխնոլոգիաներ են ընտրական, որը մենք շատ լավ գիտենք ոնց անենք։ Բայց էլի եմ ասում ես ձեզ։ Նայեք, եթե մենք ունենք 1.5%, չէ, մենք կարող ենք ձգտել գնալ 4-ը տանել։ 4-ը բարիերը, ճիշտ է։ Գնանք մեր 1.5-ին փորձենք եւս 2.5 ավելացնել։ Վստահ եմ կհաջողվի։ Բայց գնանք դա տանենք, որ ինչ անենք։ Գնանք խորհրդան, հա, որտեղ մանդատները դրել են գնացել։ Գնանք այդ խորհրդան։ Մենք ուզում ենք ուրիշ խորհրդան, որը նշանակում է ուրիշ իշխանություն։ Բնականաբար հա կարող ենք շատ լավ ընդդիմություն լինել, եղել ենք։ Բայց մենք ուզում ենք փոփոխություններ։ Մենք չենք ուզում մեր 5 հոգու համար մանդատներ։ Մենք ուզում ենք փոփոխություններ։ Դրա համար եմ ասում, որ մենք հիմա չպետք է նայենք այդ իմաստով, որ լեմյուսներ էլի Լուսավոր Հայաստանի մասին։ Հենց հիմա ուժ կա, որ ասենք կարող արդեն $1 միլիոն փող է ծախսել վերջի տարուկեսվա մեջ։ Այդ հարցման մեջ անունն է չկա։ Մենք ոչ այդ փողը ծախսել ենք, ոչ այդ դրան կարող մոտենանք որևէ ձևի։ Ուզեմ ասեմ, ված չի մեկնարկային տվյալ դերը։ Խնդրեմ, պարոն Խաչատյան։ Ուրեմն ձեր հնչեցրած թիվը 5 գրադացիաներից մեկն էր, առաջինն էր եւ այդ իմաստով, չգիտեմ, միայն մեկը վերցրել եք, ասում եք 10-րդն է, երկրորդը ավելի շուտ հավանություն եմ տալիս, հա, առաջինը լիովին հավանություն եմ տալիս եւ ավելի շուտ հավանություն եմ տալիս։ Լիովին մենք մեր գործունեությանը հավանություն չենք տալիս, այդ նարցիսիզմ կլիներ, որովհետև միշտ ինչ-որ խնդիրներ լինում են։ Իսկ եթե վերցնենք ավելի շուտ հավանություն եմ տալիս Էդմոն Մարուքյանի գործակցին 22.5%, այդ ցուցակի գելափի արդյունքների ամենաբարձր ցուցանիշն է, որ ավելի շուտ հավանություն եմ տալիս։ Եվ գումարային 32.9%։ Ես կարծում եմ, որ 15-16 տարվա գործունեության գործչի համար սա հսկայական թիվ է եւ ելի եմ ուզում ասել, որ ավելի շուտ հավանություն եմ տալիս
ցուցանիշի մեջ 22.5%-ը ամենաբարձր ցուցանիշն է։ Ուստի ես էլ այս առումով կարծում եմ, որ մեկնարկային տվյալները բավականին բարեհաջող են։ Դավիթը ավելի լավ էր նայել այդ հարցումը, փաստորեն, բայց ինչ եմ ուզում ասեմ։ Ժողովուրդ ջան, գտեք քաղաքական գործիչ, ով որ մեր քաղաքական անառողջ համակարգում շուրջ 13 տարի, ես 12 թվականին եմ ընտրվել պատգամավոր, շուրջ 13 տարի կարողացել է մնալ և չընկրկել։ Ու հետո ստուք եք տեսեք էլը, քաղաքականության մեջ մարդը զբաղվում է, աշխատում է, գործում է, հիմա ցանկացած նա քաղաքականության մեջ նոր մարդ, որ նոր է մտնում, բայց ապա քաղաքական կարող է մարդ է։ Հնարավոր է շատ կարճ ասենք բոլորիցս լավ ռեյտինգ ունենա։ Բայց հենց մի քիչ սկսի քայլեր անել, դուք հետո կստուգեք։ Հետո թող 3 տարի անցնի, մի հատ է ստուգեք, հետո 5 տարի անցնի։ Ուզեմ ասեմ, սրանք վերջին հաշվով որևէ իմաստով արգելք չեն, ընդդիմադիր 60% ձայները կապիտալիզացնելու եւ Նիկոլ Փաշինյանին ուղարկելու թոշակի։ Մեզ սպասում է ծննդյան տորտ, բայց մենք ժամանակ ունենք, եթե կարելի է մի հարց էլ Անպայման։ հնարավոր է դուք համագործակցեք Հանրապետություն կուսակցության հետ, որտեղ նման համագործակցություն արդեն եղել է։ Երբ որ մենք ասացինք, որ բացառում ենք ԿՊ-ի հետ համագործակցությունը, դրա մեջ բնականաբար նաև մտնում են այն ուժերը, ովքեր կան, գործում են, բայց պաշտպանում են իշխանության գիծը։ Այո, մենք ունեցել ենք համագործակցություն, շատ լավ հարաբերություններ, ես կասեի, շատ լավ հարաբերություններ բոլոր մեզ հետ կամ մենք իրանց հետ համագործակցած ուժերի հետ, ոչ մի վարքյան չենք փոշմանել ելքը հիմնադրելու այն ժամանակ գործելու իմաստով, բայց մեր ճանապարհները առանձնացել են, այդտեղ ընդհանրապես քննարկման բան չկա, մեր նաև հրապարակային մենք իրար արդեն արձագանքել ենք տարբեր առիթներով։ Այսինքն հերթով կարող եք դուք անունները տալ այն ուժերը, որոնք որ, բայց այդ ուժերը մեծ հաշվով պաշտպանում են կոնկրետ իշխանության, այս իշխանության օրակարգը եւ այդ իմաստով բացառում ենք։